FM 107-ի եթերում Արմ ռադիոյի լրատվական հիմնական թողարկումն է, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը։ Այս թողարկմանը Հայաստանի կանայք պահպանում են իրենց բացառիկ թանկհատկանիշները, Սերժ Սարգսյան։ Ոստիկանությունը շնորհավորում է կանանց միջազգային տոնը։ Գենդերային հավասարությամբ Հայաստանը Հարավային Կովկասում ունի լավագույն ցուցանիշը։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի կապակցությամբ։ Նախագահի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Սիրելի կանայք, շնորհավորում եմ ձեզ կանանց տոնի կապակցությամբ։ Մաղթում եմ երջանկություն, հաջողություն, առողջ եւ ամուր ընտանիքներ։ Ուրախ եմ, որ օր-օրի մեծանում է կանանց դերակատարությունը մեր երկրի եւ հասարակության կենսագործունեության բոլոր ասպարեզներում, եւ դրանով հանդերձ Հայաստանի կանայք պահպանում են իրենց ավանդական դերն ու բացառիկ թանկհատկանիշները։ Այս գարնանային տոնը հրաշալի առիթ է վերահաստատելու մեր նվիրումն ու սերը, գնահատանքն ու երախտագիտությունը մեր մայրերի, կանանց եւ քույրերի նկատմամբ», մասնավորապես ասված է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կանանց տոնին նվիրված շնորհավորական ուղերձում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ողջ անձնակազմը սրտան շնորհավորում է կանանց եւ աղջիկներին մարտի 8-ի տոնի կապակցությամբ։ Ոստիկանության շնորհավորական ուղերձի մեջ մասնավորապես նշվում է. «Թող գարնան գեղեցկության եւ սիրո այս հրաշալի տոնը ձեր սիրտը լցնի հույսի, հավատի եւ բերկրանքի զգացումներով, խաղաղություն ու բարօրություն ձեզ եւ ձեր ընտանիքներին։ Մաղթում ենք առողջություն, անձնական երջանկություն եւ հաջողություններ աշխատանքում։ Ուրախ ենք նաեւ ձեզ հետ արդյունավետ համագործակցության համար, հուսով ենք, որ այսուհետ էլ մեր համատեղ աշխատանքի հիմքում լինելու է անկեղծությունը, հարգանքը եւ համերաշխությունը», ասված է ոստիկանության հայտարարությունում։ Գենդերային հավասարությամբ Հարավային Կովկասում Հայաստանն առաջատարն է եւ հետ է մնում միջին եվրոպական ցուցանիշից։ Այս մասին նշված է Social Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Գենդերային հավասարություն 2012 զեկույցում։ Կազմակերպության հետազոտությունն ուղղված է տղամարդկանց եւ կանանց կրթության, տնտեսության եւ քաղաքականության բնագավառներում ինտեգրման հնարավորություններին։ Գենդերային հավասարության ցուցանիշը գնահատվել է 100 բանալոց համակարգով, սակայն աղյուսակում որևէ պետություն չի հավաքել անգամ 90 բալ։ Սա նշանակում է, որ աշխարհի ոչ մի երկրում տղամարդկանց եւ կանանց հավասարությունը չի հասել իդեալական մակարդակի։ Գենդերային հավասարության մակարդակը Հայաստանում գնահատվել է 70 բալ, ինչը 3 բալով քիչ է միջին եվրոպական ցուցանիշից։ Մեր երկրում տղամարդկանց եւ կանանց կրթություն ստանալու հնարավորությունը գնահատվել է 100 բալ, տնտեսական ակտիվությունը 74, իսկ իրավունքների եւ պարտավորությունների ցուցանիշում 36 բալ։ Համաձայն զեկույցի գենդերային հավասարությամբ Թուրքիան ստացել է 45 բալ, Իրանը 51, Ադրբեջանը 64, իսկ Վրաստանը 67։ Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ Բենյամին Նեթանյահուի Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ն եւ Իսրայելը փաթեթային համաձայնության են եկել Իրանի հարցում։ Մարիվ հրատարակչությունը վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ գրում է, որ փաթեթային համաձայնության արդյունքում Իսրայելը պարտավորվում է չռմբակոծել Իրանն այս տարի։ ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի բոլոր տեսակի զենքեր Թեհրանի միջուկային օբյեկտների վրա հավանական հարձակման կազմակերպման համար, հաղորդում է կուրսորը։ Այսպես ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի ժամանակակից բունկերային ռումբեր։ Փորձագետներն ԱՄՆ-ի այդ քայլը գնահատում են, որ նա չի ցանկանում հարձակում գործել Իրանի վրա ընտրությունների նախօրեին։ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը եւս հայտարարել է, որ Իսրայելի վարչապետը համաձայնվել է այդ գործարքին եւ պատրաստ է հետաձգել հարձակումը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կանգնել է գեյերի, լեսբուհիների, բիսեքսուալների եւ տրանսեքսուալների թիկունքին։ Նա կոչ է արել դադարեցնել նրանց նկատմամբ բռնությունն ու խտրականությունը, նշելով, որ սեռական կողմնորոշման հողի վրա խտրականությունը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի նորությունների կենտրոնը։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի նստաշրջանի պատգամավորները զեկույց են ներկայացրել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի վարչություն, խտրական օրենքները, պրակտիկան եւ բռնության դեպքերը սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության պատճառով թեմայով։ Պան Կի Մունը հայտարարել է, որ պետությունները պետք է պայքարեն նման խտրականության դեմ ու հրաժարվեն ոչ ավանդական սեռական հարաբերությունների քրեականացումից։ Նա նաև ափսոսանք է հայտնել, որ այդ մարդկանց նկատմամբ անկանխալ վերաբերմունք գոյություն ունի հասարակություններում։ ՄԱԿ-ի զեկույցի համաձայն ավելի քան 603 միլիոն կին աշխարհում ենթարկվում է բռնությունների, սակայն կանանց նկատմամբ բռնությունների քանակով Թուրքիան առաջին տեղում է, հաղորդում է Euronews-ը։ Թուրքիայում յուրաքանչյուր երրորդ կին ենթարկվում է բռնությունների։ Ըստ Թուրքիայում կանանց իրավունքների պաշտպան Չիգդեմ Այդինի, կանանց պաշտպանությունը պետք է սկսել ընտանիքից, քանի որ բազմաթիվ կանայք դառնում են իրենց հայրերի եւ ամուսինների բռնությունների զոհը։ Այդինը նշել է, որ թուրք հասարակությունը պետք է դադարի կանանց երկրորդ կարգի մարդ համարելուց, իսկ կառավարությունը պետք է քրեականացնի կանանց դեմ բռնությունները։ Ուկրաինական ֆեմեն շարժման ակտիվիստները Ստամբուլում մարտի 8-ին թուրք կանանց իրավունքների պաշտպանության ուղղված միջոցառում են կազմակերպել։ Ինչպես հաղորդում է CNN Թուրք հեռուստաալիքը, ոստիկանությունը հարձակվել է ֆեմենի ակցիայի կիսամերկ անդամների վրա եւ սկսել քաշքշել նրանց։ Կանայք դիմադրել են ոստիկաններին, ինչի արդյունքում սկանդալ է ծագել։ Ոստիկանները ուկրաինացի կանանց հավաքել եւ տարել են ոստիկանական բաժանմունք։ Թուրքական հեռուստաալիքը հայտնել է, որ 3 թուրքական զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում իրենց կիսամերկ ակցիաներով հայտնի ակտիվիստուհիներն ասել են. «Մեզ համար ամենակարևորը կանանց իրավունքների
պաշտպանությունն է, մենք մեր կրծքով կպաշտպանենք թուրք կանանց իրավունքները։ Հայաստանի Հանրապետության տարածքում փակեց Սելիմի Լեռնանցքը Երևան-Մեղրի ավտոճանապարհի Զանգեր կոչվող հատվածը Սյունիքի մարզում Քաջարան-Մեղրի, Տավուշի մարզում Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզում Վերին-Գետաշեն-Մադինա ավտոճանապարհները։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության փակեն նաև Սևան-Լճաշեն, Արագածոտնի մարզում Սադունց, Ավշեն, Սիփան-Վարդաբլուր, Բերքարատ, Գեղադիր, Ճահճակի, Ծիլքար, Մելիք-Գյուղ, Միլակ, Շենկան, Գեղարոտ, Լեռնապար, Ռիա-Աթազակ գյուղերի ավտոճանապարհները։ Միջպետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում դժվար անցանելի են, իսկ որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հորդորում է զերծ մնալ վերոնիշալ ճանապարհներով երթևեկելուց, կատարվում են մաքրման եւ մշակման աշխատանքներ։ Հայաստանի տարածքում մարտի 8-ին 9-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 10-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 11-ին 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ առանձին վայրերում հնարավոր է քամուշ գնացում, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում սպասվում է բուք, իսկ ճանապարհներին մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը մարտի 10-ին կնվազի 2-ից 4 աստիճանով, իսկ 12-ին նույնքանով կբարձրանա։ Երևանում մարտի 8-ից 10-ին սպասվում է փոփոխական անպամացություն, էական տեղումներ չեն սպասվում, 11-ին 12-ին առանց տեղումների եղանակ։ Մարտի 8-ից 9-ին ցերեկը Երևանում կլինի 7 աստիճան տաքություն, մարտի 10-ից 11-ին 3 աստիճան տաքություն, իսկ մարտի 12-ին կրկին ջերմաստիճանը կբարձրանա։ Հավելեն, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 390 դրամով, եվրոն 512-ով, իսկ օդի ջերմաստիճանն այս պահին +7 է։ FM 107-ի լրատվությանը կարող եք հետևել նաև համացանցում, YouTube-ում, Facebook-ում եւ Twitter-ում, փնտրելով Arm Radio FM 107։ Այսքանն է դրահոսի համառոտ անդրադարձից, իսկ օրվա տեղեկատվական վերլուծական պատկերը կներկայացնի իմ գործընկեր Արտակ Մուրադյանը։ Ողջույն Արտակ։ Ողջույն Ջիրայր, ողջույն։ Արտակ, ինչ ես պատրաստ հանուն կանանց կամ այն միակի համար։ Շատ բարդ հարց է, թույլ տվեք շնորհավորել այսօր ինձ առիթ դեռ չի ընձեռվել ուղիղ եթերում շնորհավորել այս հրաշալի տոնի կապակցությամբ։ Չնայած սկիզբը մարտի 8-ի այլ ուղղություն ուներ քաղաքական իրավունքների պաշտպանության, սոցիալական խնդիրների բարձրաձայնման, բայց մենք անտեսել ենք քաղաքականությունը, նկատի ունեմ մենք հայերս, եւ այն ավելի գեղեցիկ մայրության գեղեցկությանն ենք նվիրել, ավելին մեզ մի օրը փաստորեն չի բավականացրել, մենք մի ողջ ամիս ենք այն տոնում։ Ապրիլի 7-ը մինչև դա մեր պարլամենտը ընդունեց տարիներ առաջ, ինչի կարծում եմ ինչը խոսում է միայն այն մասին, որ աշխարհում հայերից կնամեծար, հայերից կնասեր բառիս լայն իմաստով, հայերից կնապաշտ մարդիկ, տղամարդիկ չկան։ Սրտան շնորհավորում եմ, ցանկանում եմ երջանկություն, ցանկանում եմ բոլոր կանանց բոլոր նպատակների իրականացում եւ իհարկե սեր։ Շնորհակալություն, լավ, եթե դժվարանում ես հարցին պատասխանել, ես քեզ տարբերակ առաջարկեմ։ Դե ցանկացած տղամարդ իր սիրելի համար կարծում եմ պատրաստ է ամեն ինչի բառիս անվտանգ իմաստով։ Ես քեզ մի այսպիսի տարբերակ եմ առաջարկում։ Ուկրաինայում տղամարդիկ վազելու են տանելով նաև իրենց ուսերին նստած կանանց։ Ուկրաինայում կանալու է կանանց ուսերի վրա տանելու առաջին ազգային մրցաշարը, միջոցառումը նվիրվում է կանանց միջազգային օրվան։ Մրցաշարի պայմանների համաձայն տղամարդն իր կնոջը կամ ընկերուհուն պետք է ուսերի վրա տանի 250 մետր։ Ճանապարհի ընթացքում տղամարդը պետք է բախվի մի քանի իրավիճակների ծառույցի կրակի։ Նա հաղթանակի հասնելու համար ոչ միայն պետք է առաջինը հասնի վերջնակետին, այլ նաև այնպես անի, որ կինը վնասվածքներ չստանա։ Կանայք պետք է լինեն 49 կիլոգրամից ոչ թեթև, հակառակ դեպքում տղամարդիկ այլ բեռ պետք է վերցնեն։ Հաղթող զույգին ինչ մրցանակ է տրվելու դեռ հայտնի չէ։ Ուսերին այս կնոջը տանելու վազքի մրցույթը առաջին անգամ անցկացվել է 1992 թվականին Ֆինլանդիայում, ներկապահին նման մրցույթներ անցկացվում են եվրոպական մի շարք երկրներում, նաև Ասիայում եւ Ամերիկայում։ Կովկասում դեռ չէ։ Ջիրայր, ես կարծում եմ առաջինը հենց մեր հայ կանայք դեմ կլինեն նման աննորմալ մրցույթին, որովհետև նրանք ավելի ողջամիտ բաներ են գերադասում ստանալ, նվեր ծաղիկներ կամ տղամարդիկ թող ավելի ողջամիտ արարքներ իրագործեն։ Դե Ուկրաինայում էր կարծեմ, որ օրեր առաջ լսեցինք, որ միտք կա սեքսի նախարարություն հիմնելու, նման կատաստրոֆիկ մտքերը ծագում են հենց այնտեղ։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում տեղին է ասված Օսկար Ուայլդի խոսքերն եմ ուզում ցիտել, որ կանայք ստեղծված են ոչ թե նրա համար, որ նրանց հասկանալ, այլ նրա համար, որ նրանց ընդհանրապես սիրել։
շատերը կկիսեն այս կարծիքը, բայց հետաքրքիր է մի բան եւս, որ նորից վերջերս եմ ինձ համար պարզել եւ կարծում եմ շատերը կհամաձայնեն դրա հետ, այս դեպքում կանանց տեսակետն է տղամարդկանց մասին, որ տղամարդիկ բաժանվում են երկու մասի՝ սովորական սրիկաներ եւ անսովոր սրիկաներ։ Սա բավականին հետաքրքիր է, դու քեզ որ տղամարդկանց ժարկին ես դասում ջրեր։ Սովորական եւ անսովոր սրիկաներ։ Եթե իմանայի դրանց ենթատեքստում ինչ կա, երևի կասեի։ Շատ լավ, կարծում եմ ամուսնանալուց հետո ամեն ինչ պարզ կլինի քեզ համար ջրեր։ Ես խորհուրդ կտամ մի բան, ընդհանրապես շանով սահմանափակվենք, այսօր մի տեսակ չարաշահում ենք, եթե սահմանափակվենք եւ թույլ տուր վերջին անգամ այսպես շնորհավորեմ նորից կանանց եւ ես այդ հնարավորությունը դու կունենաս։ Կանանց արի միասին խորհուրդ տանք շատ լսել Ջեյմս Բրաունի հայտնի երգը, որ սա տղամարդկանց աշխարհն է, բայց առանց նրանց այն անկատար կլիներ։ Իհարկե համամիտ եմ։ Համեցեք ջրեր։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ հարգելի սիրելի կանայք աղջիկներ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ամենագլխավոր բանը արտագործ ցանկանում եմ կանանց, դա այն է, որ նրանք երբեք չմոռանան, որ իրանք կին են եւ իրենց կողքին ունենան արժանի տղամարդ։ Ինչպես ասել Ժիրայր, ինչպես ցանկանա։ Շնորհակալություն Ժիրայր Ոսկանյանն էր եթերում։ Հարգելի ռադիոլսողներ, Երևանում ժամը 18:11 FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու Սերժ Սարգսյանի բրյուսելյան հանդիպումներն ու դրա արձագանքները։ Մարտի 8 սովետական մնացորդ թե ցանկալի տոն։ Հայաստան, Ռուսաստան, Եվրոպա, ինչպես են վերաբերվում կանանց ու ինչ խնդիրներ են լուծում։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Եվ այսպես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության հարցերը։ Գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղարարական գործողություններում կատարած ներդրման համար եւ նշել, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը կարևոր նշանակություն ունի դաշինքի համար։ Այս հանդիպումն արդեն արձագանք է առաջացրել քաղաքագիտական դաշտում։ Ինչ հետևություններ են արվում, որքան առաջ կարող են գնալ հայ-եվրոպական հարաբերությունները եւ արդյոք Ռուսաստանը Հայաստանին կորցնելու մտահոգվելու տեղիք ունի։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Հրանտ, վերջին հանդիպումներից ինչ կարելի է ենթադրել, ինչքան կարող է խորանալ Արևմուտքի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը։ Այո, ընդհանրապես պետք է հաշվի առնել, որ վերջի շրջանի եւ ոչ միայն այս այցը նախագահի դեպի Բրյուսել, այլ ընդհանրապես վերջի շրջանի նախագահական այցերը դեպի Արևմուտք բավական հետաքրքիր տոնայնություններով են անցնում։ Հարաբերությունները թե ՆԱՏՕ-ի հետ, թե Եվրոմիության կառույցների հետ եւ այլն բավական հետաքրքիր զարգացում ունեն եւ կարելի է ընդհանուր առմամբ բնութագրել, որ շատ պոզիտիվ են։ Սա իհարկե արդեն մասնավորապես ռուս փորձագետների շրջանում տարբեր կարծիքների եւ տարակուսությունների պատճառ է հանդիսանում, բայց իմ կարծիքով այստեղ խոսում է միայն այն փաստը, որ տարածաշրջանի դերը, ընդհանրապես մեր տարածաշրջանի դերը համաշխարհային քաղաքականության մեջ կամաց ավելի ուրույն է դառնում եւ ավելի ընդգծված է դառնում եւ այդ է պատճառը, որ Արևմուտքը ավելի մեծ ուշադրություն է դարձնում այստեղի երկրների ղեկավարների հետ հարաբերություններում։ Այս առումով Հայաստանը վերջին շրջանում հայտնվել ավելի շահեկան իրավիճակում, քան նույն Վրաստանի կամ Ադրբեջանը եւ պատճառը այստեղ թերևս մեկն է։ Այն, որ Ադրբեջանում ստեղծվում է բռնապետություն, որը ակնհայտորեն երևում է Արևմուտքի եւ մասնավորապես նրանց հանրության համար եւ այդ նավթի ու գազի հարստության բաշարներով փաստորեն երկիրը տանում են դեպի բռնապետություն, նույնիսկ կարելի ասել, որ մեղմ է ասված, այլ դեսպոտական իշխանություն է ձևավորվել, ինչը իհարկե անընդունելի է Արևմուտքի համար։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ շատ կարևոր է հենց Սաակաշվիլու գործոնը, որը խիստ անկախատեսելի քաղաքական գործիչ է եւ ոչ ադեկվատ տարածաշրջանային հարցերի եւ մասնավորապես երկրի առջեւ կանգնած մարտահրավերների համար։ Փոխարենը կա Հայաստանի Հանրապետություն, որի իշխանությունները համենայն դեպս վերջի տարի ու կեսը քաղաքականությունը ուղղված է տարվում է այն ուղղությամբ, որը խիստ հաճելի է Արևմուտքին, մասնավորապես անցած տարի եղավ քաղաքբանտարկյալների լիակատար ազատում, ներկայումս իշխանությունները ամեն կերպ փորձում են ապացուցել թե սեփական հանրությանը եւ թե Արևմուտքին, որ ապահովելու են ազատ արդար ընտրություններ եւ այլն եւ այլն, եւ այս ամենի զուգահեռ հավասարակշռված
քաղաքականություն Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ։ Հրանտ, մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք։ ՆԱՏՕ-ի հետ համագործակցում ենք, պահպանում ենք հարաբերություններ, անցկացնում ենք ամենատարբեր համատեղ զորավարժություններ։ Ռուսաստանն ունի արդեն նոր նախագահ։ Արևմուտք-Ռուսաստան բարիդրացիական փայլուն հարաբերությունների ականատես չենք լինում։ Մեզ գերտերությունների կողմից ինչքան կշարունակվի թույլ տալ շռայլ որոշումներ կայացնել երկուստեք հարաբերություններ ունենալու, թե մի օր ի վերջո հաշվի առնելով մի փոքր ավելի կոշտ նախագահի արկայությունը Ռուսաստանի պարագայում մեզ կկանգնեն որոշում կայացնելու առջև։ Չէ, չեմ կարծում, որ այդ վտանգը կապված է հարևան երկրների կամ գերտերությունների առաջնորդներից, ավելի շատ կապված է մեր քաղաքականությունից։ Ինչքանով ճիշտ հաշվարկված կլինի եւ հավասարակշռված կլինի, այնքան ժամանակ մենք հանգիստ կարող ենք խաղալ, այսպես ասած, թե Արևմուտքի եւ թե Ռուսաստանի շահերի դաշտում։ Այստեղ կարևոր է մի բան գիտակցել, որը կարծում եմ համենայն դեպս նշաններ կան, որ այդպես էլ արվում է մեր իշխանությունների կողմից, այն է, որ տարածաշրջանում եւ մանավանդ Հայաստանը չպետք է դառնա որևէ մեկի ազդեցության գոտի, այլ կարող է լինել մաքսիմում մրցակցության վայր, որտեղ թե Արևմուտքը, թե Ռուսաստանը կարող են փորձել որոշակի քաղաքական խնդիրներ լուծել։ Բայց շատ կարևոր է հաշվի առնել եւ միշտ պահպանել այն բալանսը, որը թույլ կտա մեզ շարունակել լինել անկախ եւ հետեւաբար նաեւ գործընկեր եւ ոչ թե հպատակ ինչ որ մի երկիր, հա, այսպես թեորետիկ ասեմ։ Այդ բալանսը մեզ հաջողվում է փառկաստու պահպանել, բայց արդյոք սա երկար կշարունակվի։ Եթե հաշվի առնենք այն հնարավոր հակասությունները, որոնք ի վերջո կառաջանան Պուտինի պարագայում Արևմուտքի հետ։ Այո, մենք արդեն առիթ ունեցել ենք խոսելու, որ աշխարհակահաղական մրցակցությունը Արևմուտքի եւ Ռուսաստանի միջեւ այսօր մեր տարածաշրջանից տեղափոխվել է ավելի դեպի արևելք։ Կասպից ծովի ավազան, միջին արևելք եւ այլն միջին ասիական երկրներ մրցակցությունը այնտեղ եւ քանի դեռ այդ մրցակցությունը եւ այդ գիծը այնտեղ մենք կարող ենք հանգիստ ասել, որ Կովկասում չի լինի ընտրություն կատարելու խիստ անհրաժեշտություն։ Բայց կան իհարկե նաև մեր տարածաշրջանի մարտահրավերներ եւ դրանք բավական լուրջ մարտահրավերներ են կապված անվտանգության խնդիրների հետ, թե Իրանի հարցը, թե Թուրքիայի ընդհանրապես հետագա զարգացումները եւ ինչու ոչ հենց մեր տարածաշրջանում գտնվող ազգամիջյան կոնֆլիկտները։ Այսօր թե Արևմուտքը, թե Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի մեր տարածաշրջանում լինի կայունություն եւ անվտանգ խաղաղ տարածաշրջան տեսնեն։ Հայաստանը կարծես թե իր քաղաքականությամբ եւ ընդհանրապես իր զարգացման դինամիկայով ամեն ինչ անում է, որպեսզի այդ կայունությունը լինի։ Ի հակակշիռ կոնկրետ այս դեպքում Ադրբեջանի քաղաքականության, որը փաստորեն անընդհատ փորձում է լարվածության աստիճանը բարձրացնել։ Եվ քանի դեռ կա շահերի ընդհանրություն, որոնք ընդ որում նաեւ բխում են Հայաստանի շահերից, ապա կարծում եմ, որ թե Մոսկվայում, թե Բրյուսելում, թե Վաշինգտոնում եւ թե այլ կենտրոններում բավական ըմբռնումով կմոտենան մեր դերին եւ մեր դերակատարությանը։ Ընդ որում երկրորդ կարևոր գործոնը կա, որը պարտադիր ուզում եմ նշել, դա այն է, որ լինելով շրջապակված այնպիսի հարևաններով, ինչպիսիք որ մենք ունենք, այսօր ոչ մեկ, ոչ Մոսկվան, ոչ Արևմուտքը չեն կարող միանշանակ երաշխիքներ տալ Հայաստանի անվտանգության համար։ Եվ այդ է պատճառը, որ նրանք թույլ են տալիս եւ հանդուրժում են, որպեսզի Հայաստանը ինքնուրույն բոլոր կողմերի հետ լավ հարաբերություններ պահպանելով կարողանա իր արտաքին քաղաքականությունը դասավորի, որտեղ հակառակ դեպքում ցանկացած դժբախտության համար Աստված չանի, եթե նման հարցերի առջև կանգնի մեր երկիրը, պետք է ինչ-որ նրանցից որևէ մեկը պատասխանատվություն կրի։ Գանք մեր հարևաններին, ինչպես նշեցիք, Իրանը աշխարհի ուշադրության կենտրոնում է, Իրանին թողնենք հանգիստ, առանց այն էլ նրանց լավ խանգարում են այն։ Վրաստանը ակնհայտ արևմտամետ ուղղվածություն ունի։ Հայաստանի պարագայում, չասենք ամբողջովին, բայց գերակշռում է ռուսական կողմը, որտեղ է Ադրբեջանը Հրանտ։ Ադրբեջանը գտնվում է նույնիսկ այս բանը դժվար է ասել, բայց ես երբևէ Ադրբեջանին չեմ դիտարկել որպես ինքնուրույն խաղացող մեր տարածաշրջանում։ Դա հանդիսանում է այդ երկիրը հանդիսանում է Թուրքիայի շարունակությունը Հյուսիսային Կովկասում, Թուրքիայից կտրված որոշ առումներով, բայց ամբողջությամբ ենթարկվում է արտաքին քաղաքական եւ նույնիսկ տնտեսական զարգացումներով Թուրքիայի իշխանություններին։ Այստեղ իհարկե կա այն գործոնը, որ հաճախ փորձում են հակասություններ ցուցաբերել թուրք-ադրբեջանական տարբեր տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, բայց սա արվում է ընդամենը Թուրքիայի քաղաքական կշիռը ավելացնելու համար, որովհետև ինչպես ասում է բողոքողի գործոնը միշտ օգտակար է լինում եւ միշտ այդ գործոնի դեմ գնալու համար որոշակի այլ զիջումներ են պահանջում։ Դրա համար եթե խոսենք ընդհանրապես Ադրբեջանի դիրքի մասին, ապա պետք է ասել, որ դա այն
դրամն է, այն խաղաքարտն է, որը Թուրքիան օգտագործում է թե Ռուսաստանի, թե Արևմուտքի հետ հարաբերություններում, փորձելով դրան պահել հնարավորինս թանկ գին, պահել դրան, որպեսզի առավելությունները եւ օգուտները ավելի շատ լինեն։ Եթե ամփոփենք Հայաստանի պարագայում մեզ դեռ կհաջողվի երկար գոնե առաջիկա մոտ տեսանելի ապագայում պահպանել այդ հավասարակշռությունը ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ, այո։ Այո, կարծում եմ, որ կարող ենք անել եւ դա բխում է իսկապես մեր շահերից։ Հայաստանը իհարկե ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ոչ մի հնարավորություն ներկայումս չունի, հետագա հեռանկարներում կարող են նման հարցեր առաջանալ, բայց կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը նույնիսկ չկա։ Այսօր կա անվտանգություն ապահովելու խնդիր, Ռուսաստանի հետ դառնում ենք հիմնականում ռազմական համագործակցության, ռազմատնտեսական համագործակցության ոլորտում, Արևմուտքի հետ քաղաքական։ Եվ կարծում եմ, որ սա շատ լավ համակարգ է, որը փոխլրացնող է եւ որը այսօր լավ հնարավորություններ է տալիս մեզ հնարավորինս զարգացնել մեր երկիրը։ Այսքանը, շնորհակալություն։ Վերլուծական էջ քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանի հետ։ Ի հավելումը նշենք, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին։ Այս մասին է հայտարարել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն։ Պաշտոնյանն նշել է, որ սա տրամաբանական պատասխան է մեր հիմնադրութային խորհրդատվությունն ի կատար ածելու Երևանի ձգտմանը։ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ բրյուսելյան համատեղ բրիֆինգում Բարոզոն նաև նշել էր, որ դա վճռորոշ փուլ է լինելու կողմերի առևտրային ու տնտեսական հարաբերություններում։ Եվրահանձնաժողովի նախագահը նաև ընդգծել է, որ Հայաստանը պետք է շարունակի բարեփոխումները հանուն կայուն ու թափանցիկ տնտեսական միջավայրի ստեղծման։ Եվրահանձնաժողովի արդարադատության հարցերով հանձնակատար Վիվիան Ռեդինգը պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որն ուղղված է եվրոպական ընկերությունների տնօրենների խորհրդում կանանց թվի ավելացմանը։ Սկանդինավյան երկրներում կիրառվում են գենդերային քվոտավորման իրավունքներ։ Համաձայն դրանց քաղաքականությունում եւ բիզնեսում ղեկավարող պաշտոններում աշխատում են հավասար թվով կանայք եւ տղամարդիկ։ Իսկ ահա եվրոպական հարավում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում դեռ նման մոտեցման կողմնակիցները շատ քիչ են։ Կարելի է արդյոք Տիկին Ռեդինգի նախաձեռնությունը, որը եվրահանձնակատարի լավ կարիերա ունի, եվրոպական հասարակության ֆեմինիզացման քայլ համարել եւ չի հանգեցնի դա արդյոք մայրիշխանությանը։ Հարցին պատասխանում է քաղաքագետ, ազգային ռազմավարության կենտրոնի փորձագետ Պավել Սվյատենկեն։ Европа движется не к матриархату, Европа движется к более-менее равномерному представительству. Եվրոպան չի ուղղվում մայրիշխանությանը, այն ուղղվում է կանանց եւ տղամարդկանց առավել իրավահավասարության իշխանական մարմիններում։ Այստեղ ճիշտ է, կարևոր է մեկ հանգամանք՝ քվոտավորման գաղափարը։ Նույնիսկ կանանց եւ տղամարդկանց մասնակցությունը իշխանական մարմիններում կամ բիզնեսում ընդհանուր առմամբ ժողովրդավարական չի համարվում։ Եթե քվոտավորման գաղափարը զարգանա եւ քվոտավորում լինի, օրինակ ոչ միայն գենդերային, այլև ազգային եւ կրոնական նշաններով, դա կնշանակի ժողովրդավարության աստիճանական ավարտ Եվրոպայում, բայց դրան դեռ շատ կա։ Հոկեբան Ալեքսեյ Վոլկովը այդ խնդրին մեկ այլ տեսանկյունից է նայում։ Եվրոպական հանրությունում սահմաններ կան տղամարդկանց եւ կանանց միջև, եւ վերջիններիս համար դա միշտ չէ որ լավ է, մեկնաբանում է նա։ Եվրոպայում կանայք ձգտում են որքան հնարավոր է շատ աշխատել, բայց քվոտավորման գաղափարը բավական ծիծաղելի է թվում, քանի որ կանանց աշխատանքային իրավունքները չեն սահմանափակվում ոչ Ռուսաստանում, ոչ Եվրոպայում, բայց Ռուսաստանում կանայք ավելի շատ արտոնություններ ունեն, եւ դրանցից մեկը համարվում է ավանդական կանանց տոնը մարտի 8-ը։ Թեկուզ տարին մեկ անգամ տղամարդիկ հիշում են իրենց կանանց իրացյալների մայրերի մասին, իսկ կարող են արդյոք եվրոպական կանայք պարծենալ դրանով։ Սա մեծ հարց է։ Եվրախորհրդարանն ընկերություններում գենդերային քվոտավորման համար կսկսի օրենսդրական նախաձեռնության ընդունման գործընթացը։ Դեռ Եվրահանձնակատարը ստացել է Ավստրիայի, Բելգիայի եւ Ֆինլանդիայի աջակցությունը, իսկ ահա Եվրոպական միության 27 նախարարներից 24-ը նախազգուշացրել են նրան բիզնեսի եւ պետական ճյուղի հնարավոր բացասական արձագանքի մասին նման իրավունքներն ընդունելու փորձի համար։ Շատերը չեն կարող հաշտվել այն բանի հետ, որ կանանց տեղը ոչ միայն շարքային պաշտոններին է, այլ նաեւ մեծ բիզնեսի ղեկին։ Ժիրայր Ոսկանյան, Arm Radio։ Ռուսաստանը երկրորդ տեղն է զբաղեցնում կին ղեկավարների թվով։
ավելին միայն Ֆիլիպիններում է։ Իսկ Նիդերլանդներում գենդերային հավասարակշռության մասին օրենք են նախապատրաստում։ Մասնավորապես խոշոր ընկերությունների տնօրենների խորհուրդներում նրանք պետք է նվազագույնը 30% կազմեն։ Այս օրենքի գործողության տակ են հայտնվում նաև ռուսական Yandex, Եվրասետ, X-Inc Retail Group եւ Nordgold ընկերությունները։ Կին ղեկավարն արդեն անհեթեթություն չէ, դա արդեն համաշխարհային տենդենց է։ Ամեն տարի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են ղեկավարող պաշտոններ զբաղեցնում ոչ միայն բիզնեսում, այլ նաև քաղաքականությունում։ Ռուսաստանում էլ ամեն երրորդ ղեկավարը շրջազգեստ է հագնում, սակայն դա էլ բավական չէ։ Ռուսաստանում կանայք քիչ են, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցնում պետական կառույցներում, հայտարարել է նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այսպես, համաձայն PwC Audit խորհրդատվական հետազոտական ընկերության 2011-ին կանայք զբաղեցրել են տնօրենների պաշտոնների 21%-ը եւ ֆինանսական տնօրենների 60%-ը։ Իսկ գլխավոր հաշվապահը անձնակազմում մարքեթինգի տնօրենն արդեն տասնյակներ շարունակ համարվում են միայն կանացի մասնագիտություն։ Բանն այն է, որ ընտանիքի կառույցը հասարակությունում երկրորդ տեղն է անցնում, վստահ է Ավիս կադրային գործակալության տնօրեն Մարիա Կոլդիշևան։ Ամուսնության եւ ընտանիքի կառույցը երկրորդ տեղն է անցել։ Եթե նախկինում կինը հայտնի է եղել որպես հաջողակ կին եւ մայր, ապա հիմա երբ ամուսնության արժեքները հետ են մնում, նա պետք է իրեն ինչ-որ մի տեղ զարգացնի, եւ կանայք ավելի ու ավելի են մտնում բիզնես, որտեղ էլ ցանկանում են զբաղեցնել ոչ վերջին դերը։ Միաժամանակ ղեկավարող ռուս կանայք որպես օրենք նաև սիրող կանայք եւ հոգատար մայրեր են, որոնք չեն օգտվում տնային աշխատողների ծառայություններից։ Դա հենց այն ռուսական բնավորությունն է, որի մասին լեգենդներ են պատմվում։ Ուժը մակարդակում է, այն ակտիվանում է ծայրահեղական իրավիճակներում։ Այդպես էլ ժամանակակից Ռուսաստանում կանանց մեծամասնությունը ղեկն իր ձեռքն է վերցրել 90-ականների դժվար տարիներին, հիշեցնում է կադրային հարցերով անկախ փորձագետ Յուլիա Յանովսկայան։ Корни роста женской активности, именно активности как руководителей, лежат в начале перестройки. Կանանց որպես ղեկավարների ակտիվության աճի արմատները գալիս են վերակառուցման տարիներից։ Այն ժամանակ հոգեբանական շրջադարձ է տեղի ունեցել Խորհրդային Միությունում ապրող մարդկանց մոտ, ովքեր բոլորովին պատրաստ չէին նոր պայմաններին։ Կինը հասկացել է, որ ընտանիքը պահպանողի դերը ակտիվություն է պահանջում։ Տղամարդիկ կորցնելով աշխատանքը թևաթափ եղան, ինչ որ մեկը խմում էր, մեկն էլ ընդհանրապես կորում։ Իսկ կանայք ստիպված էին մեծ ճկունությամբ զբաղեցնել այն դերը, որը նախկինում գրավիչ չէր։ Նրանք մեծ հաճույքով երկրորդական դիրքում կլինեին, սակայն հարկ էր ստանձնել ողջ պատասխանատվությունը։ Այն ժամանակ բազմաթիվ վառ կազմակերպչական ջիղ ունեցող կանայք հայտնվել են փոքր եւ միջին բիզնեսում, որը հետագայում վերաճեց մեծի։ Например, в малом и среднем бизнесе, который потом вырос. Չնայած հումանիտար ոլորտում հաջողությունների, կանայք այդուհանդերձ համարվում են թույլ սեռ, սակայն եւ այդ կարծրատիպը շուտով կփշրվի։ Մարդկության գեղեցիկ կեսը սովորում է նաև տղամարդուն հարիր մասնագիտություններ, նկատում է Մարիա Կոլդիշևան։ Там, где нужна скрупулезность, такая четкость, аккуратность действий, то, что женщина. Այնտեղ որտեղ անհրաժեշտ է հստակություն, գործողությունների ճշգրտություն, ինչը կինն իր բնույթով ավելի լավ է կատարում, որպես կանոն նա չի գտնում դա։ Անկասկած կան նաև տեխնիկական մասնագիտություններ, որոնք կինն այսօր բավական հաջողությամբ է կատարում, սակայն դա դեռևս կանոնների բացառություն է։ Իհարկե, երբ զուտ տղամարդկանց անձնակազմ մուտք է գործում կինը, ով նույն կարգավիճակին է ձգտում, դա նվազագույնը անհասկացություն եւ թերագնահատում է առաջացնում տղամարդկանց կողմից։ Սակայն եթե կինը իսկապես կայացած է որպես լավ մասնագետ, ապա նա շատ արագ ընդունվում է այն միջավայրի կողմից, որտեղ հայտնվում է։ Իսկ կանանց գլխավոր առավելությունը որպես ղեկավար կառավարման մեղմ ոճն է։ Նրանք ավելի ուշադիր են անձնակազմի նկատմամբ, ավելի պատասխանատու եւ աշխատասեր։ Նախորդին ամերիկյան Newsweek շաբաթաթերթը հրապարակել է աշխարհի 150 ամենաազդեցիկ կանանց ցուցակը, որոնց թվում կան նաեւ ռուսաստանցիներ։ Դա իրավապաշտպան Սվետլանա Գունաշկինան է, լրագրող Մաշա Գեսենը եւ օպերային երգչուհի Աննա Նետրեպկոն։ Ժիրայր Ոսկանյան, Arm Radio։ Որքանով են կինն ու տղամարդը հավասար Հայաստանում եւ պետք է արդյոք հավասարություն նրանց միջև։ Եվ առհասարակ Հայաստանում կա գենդերային հավասարություն կամ այսպես կոչված սեռերի իրավահավասարություն։ Պարզաբանում է Նունե Ավետիսյանը։ Ցանկացած առողջ հասարակություն բաղկացած է երկու սեռերի ներկայացուցիչներից, որոնց ժողովրդավարական պետությունների սահմանադրությունները տալիս են հավասար իրավունքներ, պարտականություններ եւ ազատություններ։ Ու չնայած դրան շատ երկրներում, այդ թվում Հայաստանում, կնոջ դերը հասարակական եւ քաղաքական կյանքում բավականին ցածր է, ի տարբերություն ընտանիքի, որտեղ կինը առանցքային տեղ է զբաղեցնում։
Մի շարք երկրներում կանայք տղամարդկանց հետ հավասար զբաղեցնում են երկրի համար կարևորագույն պաշտոններ եւ աշխատում են պետական մի շարք կառույցներում։ Հայաստանում, ինչպես նաեւ շատ երկրներում, կանայք пассив են քաղաքականության մեջ, հասարակական կյանքում, հաճախ հաշվի են նստում տղամարդու որոշման հետ, անգամ եթե համաձայն չեն։ Սա գենդերային հավասարության խնդիրն է, այսինքն եթե կարծեվակերպեն գենդերային հավասարությունը, դա երկու սեռերի իրավահավասարությունն է սոցիալական տարածության մեջ։ Պարզաբանեց քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Հասմիկ Շափաղաթյանը, հավելելով, որ առողջ հասարակությունը չպետք է ապրի գենդերային կարծրատիպերով եւ նախապաշարմունքներով։ Մենք ունենք գենդերային հավասարության տեսանկյունից մի քանի ոլորտներ, որոնք կարծես թե բացարձակապես տղամարդկայնացված են կերպարները, օրինակ քաղաքական ոլորտը, ռազմական ոլորտը, հա, այս երկուսը չափազանց տղամարդկայնացված են եւ մեր հայ հասարակության մեջ այն կայուն կարծրատիպն է ստեղծել եւ որևէ միտում չունեն փոխելու, որ դա պատկանում է միայն տղամարդկանց։ Եթե նույն մենք պրոյեկտ ենք տարբեր ոլորտների վրա, կրթական, մշակութային եւ այլ, ապա մենք կտեսնենք, որ նույն վիճակը այստեղ է, մի փոքր քաղաքականի համեմատությամբ ավելի մեղ։ Այնուամենայնիվ տղամարդու եւ կնոջ հավասարության մասին խոսելիս պետք չէ այն տարածել ֆիզիկական հավասարության հարթությունում։ Սա թերևս միայն սոցիալական դրսևորում է։ Դա նշանակում է, որ հասարակության եւ պետության մեջ նրանց համար պետք է լինեն հավասար հնարավորություններ։ Սակայն արդյոք մեր հասարակությունը ցանկանում է սեռերի իրավահավասարություն, կամ գուցե ամենևին էլ կանանց իրավունքները խախտված չէ։ Հավասար չեն կարող, ոնց կարող հավասար։ Տղամարդը, որ աշխատի, բերի, հագցնի, ուտասնի, պետք է լինի համերգատանում, պետք է լինի մանգալիատանում, ինքն երեխաներին տնտեսություն, որպես իմանա տենց է։ Մենք երեխեքին հագցնի, նորմալ, ժամանակին հացը, բանը ամեն ինչը տնային գործը։ Ես չէի ասել, որ են կնոջ հարցներ, ես չէի ասել, որ տեղ իրավիճակ կա։ Ինքս մարզից եմ, գնահայտ է, իհարկե մարզերում այդ գենդերային անհավասարություն ասվածը շատ ավելի շատ է, անհամեմատելի, քան մայրաքաղաքում, բայց կանայք ինքներս թեկուզ ինձ հասակակից աղջիկներն էլ այդ ամենը գիտակցելով, ինչ որտեղ արդեն ցկտում են պահել իրենց իրավունքները։ Ինձ թվում է պետք է լինի հավասարություն, որովհետև մարդիկ անկախ սեռից ծնվում են հավասար իրավունքներով։ Քան շատ ոտնահարվի կանանց իրավունքները, այնքան լավ։ Դրանց պետք է չտաս։ Վերջո ազգային նկարագրի խնդիր էլ կա, բայց կա նաև առաջացածի եւ հետամնացության խնդիր։ Այնպես որ խնդիրները բազմազան են եւ իսկ մնացած առումով, որ խեղճ է, մեր կանայք խեղճ չեն, ասեմ։ Իրավունքների առումով են խեղճ, որպես մարդ խեղճ չեն, ուղղակի չեն կարող պատկերացնել իրենց իրավունքները ինչպես կարող են ռեալիզացնել։ Պետք է որ հավասար լինի իրավունք։ Կարծիք կա, որ մեր հասարակության մեծամասնությունն այն համոզման է, որ կնոջ առաքելությունը միայն տանը նստելը, ճաշ եփելը, մաքրություն անելն ու երեխաներին խնամելն է։ Դա փաստում է նաև այն, որ Հայաստանում գործազուրկների 70%-ը կանայք են, սակայն համալսարանական կրթություն ստացողների կեսից ավելին եւս կանայք են։ Որոշ դեպքերում կարելի է նույնիսկ ասել, որ բուհի դիպլոմը հայ կանանց մեծամասնության առաջին եւ վերջին նվաճումն է։ Դրանից հետո նրանք անհետանում են հասարակական քաղաքական կյանքից։ Իր հերթին ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հասարակական կենտրոնի իրավաբան Տիրուհի Նազարեթյանն էլ կարծում է, որ կանանց նկատմամբ շատ մեծ խտրականություն են դրսևորում հատկապես աշխատատեղերում։ Ունենք բաց դաշտ օրենքի առումով, որ աշխատանքային ոլորտում շատ հաճախ խտրականություններ այսօր դիտարկվում են, որ նույն աշխատավարձով կամ նույնիսկ առավել շատ միգուցե կրթվածություն եւ մասնագիտական ունակություններ ունեցող կինը եւ տղամարդը հավակնելով նույն պաշտոնին, մեծ մասամբ ղեկավար մասնավորապես պաշտոնների տղամարդն է անցնում եւ զբաղեցնում այդ պաշտոնը։ Այս տեսանկյունից որոշակի խտրականություն առկա է աշխատավայրերում։ Չնայած դրան Տիրուհի Նազարեթյանն անդրադառնալով ազգային սովորույթների նշեց, որ նրանք մեծանալով ավանդական ընտանիքում կամ հասարակական որոշակի արժեքների մեջ հաճախ չեն էլ նկատում, որ թեկուզ աշխատատեղերում խախտվում է սեռերի իրավահավասարությունը, ինչը նորմալ է դիտվում։ Այսինքն մեզ համար աշխատավայրում, եթե մի սենյակում նստած են երկու տղամարդ եւ երկու կին, էլեմենտար սուրճը միշտ պատրաստում է հիմնականում թե կինը կպատրաստի բոլորի համար եւ չի լինի այնպես, որ տղամարդը բոլորին կանանց համար վեր կենա սուրճ էփի։ Եվ կանայք դրան նորմալ են նայում, եւ տղամարդիկ դրան նորմալ են նայում։ Այս առումով ես չէի ուզենա դա դարձնել ինչ որ խտրականության առարկա, որովհետեւ դա մեր կենսակերպն է։ Սեռերի հավասարության սկզբունքներն ամրագրված են նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում, որտեղ նշված է, որ աշխատանքային հարաբերությունների կողմերը իրավահավասար են անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, ամուսնական վիճակից եւ ընտանեկան դրությունից, աշխատող գործնական հատկանիշների հետ կապված այլ հանգամանքներից։ Նունե Ավետիսյան, Արմ ռադիո։
Կանանց միջազգային օրը սովորաբար գեղեցիկ սեռի ներկայացուցիչները տղամարդկանց կողմից արժանանում են հատուկ ուշադրության։ Դա կարող է արտահայտվել ծաղիկների, նվերների կամ այլ անակնկալների տեսքով։ Մարտի 8-ը սպասելի տոն է նաև նախարարների համար։ Նրանք այդ օրը նշում են իրենց մտերիմների, հարազատների հետ, մատուցելով նրանց տարբեր անակնկալներ եւ փորձելով այդ օրը դարձնել յուրահատուկ տոն։ Ներկայացնում է Աննա Գզիրյանը։ Դուք ունեիք մարտի 8, հիմա ունեք մի ամսյակ։ Մարտի 8 ապրիլի 7-ից մեր 23-ը ինչ պատճառներով կորցրեցիք դուք, ես հույսով եմ, որ դուք կվերականգնեք մեր տոնը։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կեսկատակ կեսլուրջ խոստովանությունն է։ Նա ցանկանում է անպայման վերականգնել խորհրդային տարիներին նշված փետրվարի 23-ը եւ այն գումարել հունվարի 28-ին հայոց բանակի օրվան։ Նախարարը կարևոր է համարում յուրաքանչյուր տոն, սակայն առանձնահատուկ մոտեցում ունի մարտի 8-ի նկատմամբ։ Այդ օրը նրա հերթական ուշադրությանը, հաճելի խոսքերին, ջերմ վերաբերմունքին, ինչու՞ չէ նաեւ նվերներին է սպասում երկու դուստրն ու կինը։ Իսկ նախարար Արմեն Երիցյանը նվերներ ընտրելիս ինչ մոտեցում է ցուցաբերում։ Երբ իրենց հետ աղջիկների հետ խորհրդակցենք, ինչ առնենք իրենց մամային եւ իրենց։ Հիմնականում օծանելիքներ եւ եթե ինչ-որ մի բան է անպայման, որովհետեւ եթե մենք դες ծաղիկ չառնենք գոնե մարտի 8-ին, ապրիլի 7-ին, մենք լուրջ խնդրեմ կունենանք։ Ի տարբերություն Արմեն Երիցյանի, նվերների ընտրության գործը բավական բարդ է համարում էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Նվերները դժվարությամբ եմ ընտրում, սակայն դրանք ձեռք բերելուց բացի առանձնահատուկ ուշադրություն եմ դարձնում դրանց մատուցմանը։ Կարևոր չէ թե ինչ ես նվիրում, կարևորն այն է թե ինչպես ես դա անում, ասաց էկոնոմիկայի նախարարն, ավելացնելով, որ կանայք անգնահատելի դեր ունեն եւ նրանց միշտ պետք է հոգատար վերաբերմունքի արժանացնել։ Կուզենայի ցանկանալ բոլոր կանանց երջանկություն, խաղաղություն եւ համբերություն։ Այն, որ անհրաժեշտ է տարվա բոլոր օրերին կանանց ուշադրության կենտրոնում պահել, համամիտ է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նրա խոսքով մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին տղամարդիկ այդ ուշադրությունն ու հոգատարությունը պետք է կրկնապատկեն։ Նրա կյանքում արդեն ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր մարտի 8-ի վաղ առավոտը դիմավորում է ամուսնուն նվիրած ծաղիկներով։ Գեղեցիկ ծաղկեփունջը մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ամենասպասված նվերն է։ Ինչքան շատ եմ ծաղիկ ստանում, այնքան ավելի ինձ համար դա հաճելի է, ավելի իմ տրամադրությունը դրանից բարձրանում է, որտեղ դա բնությունն է ծաղիկը եւ երեխա այպես մի բան է, որին սկսում ես խնամել, փայփայել, ինչ որ ձևով իրեն ուշադրություն դարձնել, այսինքն ինչ որ կանացի եւս մոտեցում է ծաղիկը պահանջում, ես սիրում եմ ծաղիկ։ Հասմիկ Պողոսյանի կյանքում ամեն տարի մարտի 8-ը տարբեր կերպ է անցնում, սակայն իր համար առավել գերադասելի տարբերակը ընտանիքի շրջապատում լինելն է։ Նա նախընտրում է այդ օրը մնալ տանը եւ զբաղվել ոչ թե նախարարության, այլ տնային գործերով։ Իհարկե ամենագերադասելին լինում է, եթե ստացվում է, մնամ տանը եւ խոհանոցային ինչ որ գործողություններ անեմ եւ դա երևի ամենահաճելի պահերն են, ոչ թե միտեղ գնամ, նստեմ եւ ինչ որ շրջապատում, այլ տանը մնամ եւ իմ ընտանիքի հետ լինեմ, միշտ չի ստացվում, բայց ամենայնպես գերադասելի տարբերակը միշտ դա է։ Ամեն ինչից զատ Հասմիկ Պողոսյանը կարևոր է համարում սիրված լինելը եւ բոլոր կանանց ու աղջիկներին մաղթում անսահման սեր, երջանկություն ու բազմաթիվ ժպիտներ։ Շնորհավոր մարտի 8։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ Քաղաքականությամբ զբաղվող կանայք խորհուրդ են տալիս մյուսներին դուրս գալ խոհանոցից եւ պայքարել իրենց իրավունքների համար, ակտիվ գործունեություն ծավալել քաղաքական եւ հասարակական ոլորտներում, քանի որ ի տարբերություն այլ երկրների, մասնավորապես եվրոպական, Հայաստանում կանայք պասիվ են, հատկապես քաղաքականության ոլորտում։ Մանրամասնում է Նունե Ավետիսյանը։ Հայաստանում ազգային ժողովում պատգամավորների ընդամենը 9%-ն են կազմում կանայք, եւ հենց նրանք էլ բարձրաձայնում են, որ Հայաստանում կանանց իրավունքները պաշտպանված չէ։ Օրինակ, ՀՅԴ խմբակցության անդամ պատգամավոր Լիլիթ Գալստյանի կարծիքով կանանց ներգրավվածությունը հասարակական քաղաքական կյանքում ոչ թե քաղաքականություն է, այլ քաղաքակրթություն, հավելելով, որ նրանց մասնակցությունը միայն հարստացնում է երկիրը։ Այդ իսկ պատճառով պետությունը պետք է իր առջև խնդիր դնի եւ գնահատի կանանց ներուժը քաղաքական դաշտում։ Պատկերը այն է, որ 41 մեծամասնական տեղերի համար վերջին երկու շրջանում կանայք ոչ միայն հանդուգնություն չունեն, այլ պարզապես սառը կշռադատության արդյունքում նույնիսկ փորձ չեն անում մեծամասնականով առաջադրվելու, որովհետև իսկապես խեղված քաղաքական ինստիտուտների եւ քաղաքական արժեքների ժամանակներում ենք ապրում։ Եվ երբ որ ունենք մի իրականություն, որտեղ առհասարակ
խեղված կամ ինչու՞ չէ բռնաբարված իրավունքների մի շրջան ենք ապրում, այստեղ խոսել առանձին վերցած կանանց իրավունքների մասին շատ այսպես հատվածական պիտի լինի։ Ինչպես քաղաքական հարցերում այստեղ նույնպես ՀԱԿ-ի անդամ Լյուդմիլա Սարգսյանը չհամաձայնեց ՀՅԴ ներկայացուցիչի հետ, նկատելով այն, որ կանայք, որոնք կարողանում են դուրս գալ իրենց ավանդական գաղափարներից, կարողանում են ձեռքբերումների հասնել, չնայած այն հանգամանքի, որ տղամարդիկ երբեմն չեն հաշտվում այն մտքի հետ, որ կինը կարող է իրենց հավասար առաջ ընթանալ։ Լյուդմիլա Հարությունյանը կանխատեսեց, որ կանանց ներկայությունը գալիք խորհրդարանում ավելին է լինելու։ Այսօր կարծես թե տեղաշարժ է տեղի ունենում եւ կանանց ներկայացվածությունը նաեւ ազգային ժողովում կարծես թե մի փոքր ավելին է լինելու։ Նորից եմ կրկնում, համոզված եմ, որ եթե կինը կամային հատկանիշներ ունի, որակներ ունի, բովանդակություն ունի, կարողանում է իրեն ներկայացնել, կարողանում է տեսնել ինչ որ ոլորտում մրցակցության մեջ, այդ կինը միանշանակ կհաջողի։ Իր հերթին Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանում իսկապես քաղաքական դաշտում կանանց ներգրավվածության խնդիր կա։ Պատճառն ըստ Արմեն Մարտիրոսյանի հետևյալն է։ Կանայք շատ ավելի ճկուն են եւ շատ հաճախ հնարավոր է իրենք ըստ էության ժողովրդավարային իրենց էությամբ, երբ դժվար կլինի իրենց կառավարելը դա մեկ, երկրորդ կանանց մեջ քանի որ գործարարները քիչ են, իսկ գործարար չլինելով ըստ էության երբեմն ճիշտ դիրքորոշում են որդեգրում, չեզոքացնել կազմած ներկայությունը, որպեսզի այդ գործարար պատգամավորները տղամարդ մտնեն խորհրդարան, որպեսզի նրանք կատարեն իշխանության հանձնարարականները։ Այնուամենայնիվ բանախոսները նշեցին, որ հայ կնոջ դերակատարությունը անգամ պատմության մեջ է մեծ եղել եւ հիմա էլ քաղաքական ոլորտում բավականին անելիք ունի, ընդհուպ մինչեւ ոչ հեռու ապագա նախագահի դերում։ Նունե Ավետիսյան, Արմ ռադիո։ Հարգելի ռադիոլսողներ, Երևանում ժամը 18:40 FM 107-ի եթերում Արմ ռադիոյի տեղեկատվական վերլուծական ծրագիրն է։ Լսեք հաջորդիվ։ Տոն գլխացավանք թե քողարկված կողոպուտ։ Ծաղիկ նվիրելն աստիճանաբար միայն մեծահարուստների արտոնությունն է դառնում։ Երևանյան տրամադրությունը մեր համակարգացիների աչքերով։ Հին Հռոմից մինչև Կլարացետկինը, ինչպես ծնվեց կանանց միջազգային տոնը։ Այժմ այս մասին առավել մանրամասն։ Աշխարհի շատ երկրներում տոներին ընդառաջ որպես կանոն ապրանքների շուկայում բավական ճկուն աշխատում է զեղչի համակարգը։ Բազմաթիվ խանութներում ապրանքների գների իջեցում է կատարվում եւ քաղաքացիները հնարավորություն են ունենում իրենց ուզած ապրանքը ձեռք բերել մատչելի գնով։ Ի տարբերություն աշխարհի շատ երկրների, Հայաստանում պատկերը մեղմ ասած մի փոքր այլ է։ Ինչպես ցանկացած տոնի ժամանակ, այդ թվում մարտի 8-ին սովորաբար նկատվում է ծաղիկների թանկացում։ Թեման ներկայացնում է Աննա Գզիրյանը։ Վերջին տարիներին Հայաստանում ծաղկային բիզնեսում նկատվում է որոշակի աշխուժություն, քանի որ մայթերին ծաղիկ վաճառող անհատներին գումարվել են մասնագիտացված ծաղկի խանութները։ Ծաղիկ վաճառողների թվի ավելացումն ավելի նկատելի է դառնում հատկապես տոնօրերին, մասնավորապես մարտի 8-ին, որովհետև տարվա ընթացքում հենց այդ օրն է ամենաշատը ծաղիկ վաճառվում, այսինքն այդ օրը շատերը որևէ նվեր գնելուց բացի պարտադիր պայման են համարում ծաղիկներ նվիրելը։ Դե իսկ կանայք էլ դա հաճույքով են ընդունում, որովհետև ծաղիկներն ամենասպասված նվերների ցանկին են դասվում։ Նրանցից շատերը հետ զրույցում նշեցին, որ լավ կլիներ տարվա մնացած օրերին էլ ուշադրության կենտրոնում լինեին։ Հենց մարտի 8-ին, ոչ միայն մարտի 8-ին, բոլոր տոների ժամանակ էլ հաճելի է, երբ որ ծաղիկ ստանաս, հատկապես կնոջ համար, ամենաառաջին նվերը ինձ թվում է ծաղիկն է։ Կարծում եմ մարտի 8-ը միայն մարտի 8-ով չպետք է սահմանափակվի, ինչ է նշանակում կանանց տոն։ Նախ կանայք սպասում են տարվա բոլոր օրերին իրենց նկատմամբ լինեն ուշադիր։ Ծաղիկն ավելի նշանակատ, ավելի ռոմանտիկ մարդու նվեր է։ Հիմա ծաղիկների գները բարձրացել են ու մարդիկ նախընտրում են այլ նվերներ։ Իհարկե ծաղիկը սիրում բան է, բայց եթե մերոնք առիթից օգտվելով շատ են թանկացնում, բնականաբար նախընտրում ես 30,000 դրամանոց փնջի փոխարեն ստանալ, ասենք օծանելիք, որովհետև արդեն իրանք այդ կոմերցիայի վերածելով արժեզրկում են այդ ծաղկի նպատակը, սիրունությունը, ամեն ինչը։ Միշտ էլ հաճելի է լինել ուշադրության կենտրոնում եւ իհարկե միգուցե մի փոքրիկ նվեր կամ ծաղկեփունջ ստանալ շատ հաճելի է։ Գաղտնիք չէ, որ մեզ մոտ յուրաքանչյուր տոնից առաջ արձանագրվում է ապրանքների գների ավելացում, բացառություն չէ մարտի 8-ը։ Շատերը գիտեն, որ ամեն տարի այդ օրը ծաղկի շուկայում արձանագրվում է թանկացում։ Եթե սովորական օրերին մեկ տեղական վարդը կարելի է գնել 300-ից 500 դրամով, ապա մարտի 8-ին դրագինը դառնում է 800-ից 1000 դրամ։ Թեև գները բարձրանում են ու գնորդները դժգոհում, սակայն փորձը ցույց է տալիս, որ մարտի 8-ին ծաղիկների գնորդների պակասություն չի զգացվում։ Ինչպես ասում են, մարտի 8-ը ծաղկային բիզնեսում ամենաշահութաբեր օրն է։ Ոչ մի տնտեսական բացատրություն մեծ հաշվով չկա, դա զուտ ազգային հոգեբանություն է, այդ օրը առիթից օգտվեն
Քանի որ մարդիկ sense տեն ծաղիկ պետք է առնեն, նվեր տանեն կամ անգամ հիշատակի տանեն, պետք է թանկացնեն։ Գինը եթե 100 դրամով դի, այդ օրը պայման 200 դառնա։ Նես չի որ ասենք 100-ը լավ դառնա 120։ Ծաղիկ վաճառողները տարվա մեջ 2-3 օր կա որ փող են աշխատում, ես ամենաշատը սիրում եմ ծաղիկ նվերեմ ու շատ եմ սիրում որ դիմացնը գնահատում է ու շատ հաճախ ինքս եմ գնում ծաղիկ հավաքելու որ վերեմ նվերեմ։ Երբեք ծաղիկ չեմ նվիրում, սովորաբար գիրք եմ նվիրում։ Նամանանդ եթե դա նվիրելու ես քո սիրած էակին, քո սուրբ մորը, քրոջդ, չես խնա ինչքան էլ գումար լինի, կտաս ծաղիկները կգնես։ Ուշագրավ է, որ գետնանցումներում ծաղիկ վաճառողները մեզ հետ զրույցում նշեցին, որ գները տոն օրերին շատ չնչին են բարձրանում, այսինքն զգալի թանկացումներ չեն արձանագրվում։ Նրանք միայն դժգոհեցին, որ մասնագիտացված ծաղկի սրահների առկայությունը վնասել է իրենց բիզնեսը։ Օրինակ մեզ մոտ չի տարբերություն։ Նույնն է։ Մեր մոտ նույնն է։ Ընդհանրապես շատ չնչին տարբերություն կտա գնային առումով, էլի։ Հիմնականում մեր մոտ ստանդարտ գին է։ Տալիս է, բայց այդքան շատ չէ։ Չէ, որտեվ ժողովուրդի վիճակը չի առնի, ինչ գնեի տակ, եթե մարդը չի աշխատում փող չունի, ոնց կառնի թանկ։ Երևակայ ծաղիկ առնող էլ չկա։ Մարդիկ ուտելիքը հազիվ են հագցնում, շորը, դպրոցը չեն հասցնում, որտեղից կան ծաղիկ առնեն։ Տոն օրերին ընդհանրապես լավ չի, հիմա մարդկանց վիճակը լավ չի, ընդհանուր բողոք մի բանն լավ չի։ Խանութների բացմամբ գործը լավ չի։ Ավելի շատ պրեստիժի վրա է այդում ժողովուրդը, քան թե ասենք անցումի տակից։ Առնեն, կավա դիմացինը հարցնի ասի, ուտուց ես առը, խոսքի ինք ասի ես խամութից, ասենք, ոչ թե ամանչի ասի անցումից։ Իսկ ինչպես է կարգավորում այս շուկան, արդյոք տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այս շուկան կարգավորելու իրավասություն ունի։ Արմ ռադիոյի հետ զրույցում բարձաբանում է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը։ Տեղյակ եք, որ օրենքով հանձնաժողովին տրված լիազորությունների շրջանակում մենք իրավասու ենք ուսումնասիրություններ եւ դիտարկումներ կատարել միայն այն շուկաներում, որտեղ կան գերիշխող տնտեսվարողներ։ Ձեր նշված շուկայում զբաղված են հազարավոր տնտեսվարողներ եւ դաշտը հանձնաժողովի վերահսկողությունից դուրս է այդ դաշտում հանձնաժողովը երբևիցե դիտարկումներ չի անցկացրել։ Դա արդեն ազատ մրցակցային շուկա է, ազատ մրցակցության կանոններով կառավարվող ապրանքային շուկա է դա։ Բայց եթե դիմի որևէ տնտեսվարող եւ ասի, որ իր մրցակցությունը սահմանափակում են, ենթադրենք ինքն ուզում է Հոլանդիայից ներկրի ծաղիկներ, բայց իրեն խոչընդոտում են, սա արդեն մենք կարող ենք դիտարկել որպես մրցակցությունը սահմանափակող խնդիր։ Ստացվում է այնպես, ինչպես սովորաբար ամանորին է լինում, երբ նախատոնական շրջանում, ասենք մսի, դեղենի կամ մրգի շուկայում թանկացումներ են արձանագրվում եւ պետությունը ոչինչ անել չի կարող, պատճառաբանելով ինքնակարգավորվող շուկա է։ Ինչևէ, մարտի 8-ն այն օրն է, երբ այն մշտապես ուղեկցվում է ծաղիկներով, իսկ տղամարդիկ էլ շատ լավ հասկանում են, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սպասում են հենց գեղեցիկ ծաղիկների։ Աննա Գզիրյան, Արմ ռադիո։ Երևանը վաղ առավոտից տոնական տրամադրության մեջ էր։ Մարտի 8-ի եռուզեռը ամենուր է։ Անկամ այն տղամարդկանց մոտ, ովքեր ամբողջ տարին առանձնակի կնամեծարությամբ աչքի չեն ընկնում։ Սակայն այսօր նրանք ուշադիր են, լի սիրով ու ջերմությամբ դեպի կանայք։ Քաղաքի եւ երևանցիների մարտյան տրամադրությունները ձեզ է փոխանցում Լուսինե Նորեկյանը։ Աստված նարարեց այս աշխարհը, հետո նա ստեղծեց Ադամի մի կողից էլ ծեփեց նա կամակոր մի կնոջ Եվայի ոսկորն այդ խրվեց կոկորտի կինը ամեն ինչ կարող է կին ամեն ինչ է կարող Չնայած գարնանային արևոտ ու ջերմ եղանակի մտախոհ ու դեմքի տխուր արտահայտությամբ երիտասարդ աղջիկներ այսօր ավելի շատ էր հնարավոր հանդիպել Երևանի փողոցներում։ Թեպետ կարելի ասել, որ զարմանալի տխրության մեջ քիչ չէին նաև վառ գույներով հագնված ու ծաղիկներով տղամարդիկ։ Անկախությունից հետո Հայաստանում փորձեցին մարտի 8-ը հանել տոնացույցից եւ որպես այլընտրանքային ապրիլի 7-ը հռչակվեց մայրության եւ գեղեցկության օր։ Սակայն մարտի 8-ը այնքան խոր արմատներ էր գցել եւ դարձել հայերի սիրված տոներից, որ արդեն ձևավորված ավանդույթին հակառակ գնալն անիմաստ էր եւ մարտի 8-ը վերականգնվեց։ Ավելին, մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնական համարվում է կանանց միամսյակ, իսկ շատերի համար տոնական միամսյակը ազդարարող մարտի 8-ի առավոտը սկսվել էր այսպես. Կուզեմ բոլորին ասեմ, որ շատ եմ ցանկանում, որ իրանք էլ ապրեն այն ապրումները, որը որ ես եմ ապրում, ու ուզում եմ բոլորը սիրեն այնքան, ինչքան որ ես եմ սիրում ու իմ ընկերն է սիրում ինձ։
Առավոտյան շուտ ծաղիկներ։ Շատ լավ ենք նշել։ Կինոթատրոն ենք գնացել, հիմա շարունակվում է։ Ինքս առաջինը նվերը, իմ կնոջը որ իր գլխին է։ Նվերներով բոլ առել են կանանց համար, էլ տեղ չկարել։ Խմեր նոր եկել են գործի։ Իմ կնոջ մարդուց շատ զուարդ նշել է, աշխատանք եմ դուրս եկել, որից հետո տենանք գումար կարանք վաստակենք, ավելի ճոխ անցկացնենք, թե չէ։ Բայց կցանկանայի բոլոր հայ կանայք գլեն երջանի ու բոլորը աշխատանք ունենային։ Տոնական տրամադրություն, ջերմ ժպիտներ ու սիրառատ մաղթանքներ, սրանք էլ արվեստի գործիչների մաղթանքներն են հայ կնոջը։ Օրինակ Արամոն անգնահատելի է համարում հայ կնոջ դերը ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Ուրեմն ես ցանկանում եմ մեր սիրելի կանանց, հայուիներին, մեր մայրերին, մեր աղջնակներին, մեր կանանց, ամենագլխավորը կանացի երջանկություն, լինեն միշտ գեղեցիկ եւ հայոց լեռնաշխարհի բոլոր ծաղիկները, եթե ես հարուստ լինեի, կնվիրեի իրան։ Ես պատրաստվում եմ ձեր նվիրելու։ Դա թող գաղտնիք մնա, ես ինչ կնվիրեմ։ Սերն է գլխավոր նվերը։ Իսկ Հայաստանի ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը համարում է, որ հայ կինը բոլոր ժամանակներում եղել է ազգի ավանդույթների կրողն ու փոխանցողը։ Նա միշտ հոգատարությամբ եւ արժանապատվությամբ է կատարել իր առաքելությունը, դարեր շարունակ արժանանալով ակնածանքի ու խոնարհումի։ Ինչ ասել սիրելի կանայք, իմ կողմից միակ բանը որ կարող եմ ասել, ես ուզում եմ որ անընդհատ գեղեցիկ շփիտ լինի, ուրախություն լինի եւ անընդհատ գեղեցիկ ծաղիկներ ձեզ անպայման մատուցեն, որովհետեւ ես կարծում եմ, թե ծաղիկները երկար կյանք չունեն, բայց այն պահին, երբ որ նվիրում ես այդ ծաղիկը սիրած կնոջդ, դու այդ րոպեին դառնում ես հավերժության մի փոքրիկ մասնիկ, դա ամենակարևորն է։ Կանայք բարեմաղթանքներից ու ծաղիկներից բացի սիրում են նաև արտասովոր նվերներ ստանալ։ Օրինակ պատգամավոր Լիլիթ Գալստյանը առանձնացնում է իր կյանքի ամենահիշարժան նվերը։ Ճիշտ է, այն մարտի 8-ին չի ստացել, բայց ունեցել է գարնան սկիզբ։ Ինչպես խոստովանում է Լիլիթ Գալստյանը, այդ նվերը իր համար ամենաթանկն է եղել։ Վաղուց մամուլի սեփականություն է դարձել այդ ամենաարտասովոր նվերը, որը ես ստացել եմ Օմարի Լեռնանցքում, կռվող եմ ընկերոջից, որը գարունը ինքը ապրիլին այնտեղ էր, մարտ-ապրիլին այնտեղ էր, հետո որ մայիսին եկավ Հայաստան, ապրիլին քաղաց ալպիական մանուշակներ բերել գրքի մեջ։ Այդ իմ ստացած նվերներից ամենաթանկն է եւ միակը։ Մնացյալը ես արժևորում եմ մարդկային որակները հարաբերության մեջ, որը ամեն նվերից թանկ է։ Դաշնակցական պատգամավորը խոստովանում է, որ այդ պահի մեջ ամեն ինչ կար՝ եւ սեր, եւ վերադարձ, եւ հայրենիք։ Ավելի անկեղծանալով Լիլիթ Գալստյանն ավելացնում է, որ այդ պատկերն ամբողջ կյանքում ուղեկցվող հիշատակ է։ Կապույտ ծաղիկը գարունին։ Լուսինե Նորեկյան, Արամ ռադիո։ Դեռևս հին Հռոմում գոյություն ուներ կանանց օր։ Այդ օրը մատրոնաները ազատ կանայք, ովքեր ամուսնացած էին, իրենց ամուսիններից նվերներ էին ստանում, շրջափակված էին սիրով եւ ուշադրությամբ։ Ստրուկները եւս նվերներ էին ստանում, բացի դրանից տիրուհին նրանց հանգստյան օր էր տալիս։ Լավագույն զգեստներով եւ գլխներին բուրավետ ծաղկեփնջերով հռոմեացի կանայք գնում էին ընտանեկան օջախը պահպանող գարնան աստվածուհու տաճար։ Դարեր անց կանայք որոշեցին փոխել իրենց կյանքը, սկսեցին պայքարել տնտեսական, սոցիալական եւ քաղաքական հավասարության համար։ Խորհրդային միության փլուզումից հետո մարտի 8-ը շարունակվում է նշել ԱՊՀ երկրներում, իսկ Հայաստանում այն սկսվեց նշվել նաև ապրիլի 7-ին, որպես մայրության եւ գեղեցկության օր։ Այդուհանդերձ այն, ինչի համար պայքար էր մղվում տասնամյակների վեր, այսօր մեզ մոտ դեռևս կայացման ուղի է անցնում։ Սոցիոլոգ Հարոն Ադիբեկյանը նշում է, որ տարբեր ոլորտներում անցկացվող հարցումները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի են արժևորում կանանց կարողությունները, քան իրենք իրենցը, եւ փաստամն է փաստ, որ դոմինանտ դերը մեր երկրում տղամարդունն է, քանի որ ցավոք կանանց մոտ մշտապես առկա է անլիարժեքության Սոցիոլոգը փաստում է, որ հայ ուսանողների զգալի մասն աղջիկներ են, որոնց ուսման մեջ մեծ ներդրում է արվում, սակայն ներդրածը ետ բերել չի հաջողվում։ Ամենաբարձր գործազրկությունն արձանագրվել է բարձրագույն կրթություն ունեցող կանանց մոտ։ Հարոն Ադիբեկյանի խոսքով արտասահմանում կանայք շատ արդյունավետ աշխատում են բիզնեսի ոլորտում, իսկ Հայաստանում գործող 2400 կազմակերպություններից ըստ Սփյուռում գրանցված տվյալների միայն 445-ն են ղեկավարում կանայք, այսինքն 18%-ը։ Արտասահմանում այն ինչ որ մենք անվանում ենք փոքր միջին բիզնես, հիմնականում դա կանանց ոլորտն է։ Դա փոքր բուտիկներն են, լվացկատններն են, քիմակրման կետերն են, տարբեր ծառայություններն են, թարգմանչական եւ այլն վարձավերանցեն, որտեղ կինը կարողանում է իրեն բավական դրսևորի։ Օֆիս մենեջերների զգալի մասը կանայք են, լեզուներ գիտեն, տղաներից ավելի լավ,
բավականին իրեն կարգապահ են, բայց թերագնահատումը կամ անլիարժեքության կոմպլեքսը բավական լուրջ շարունակում է մնալ։ Մեր մոտ ավանդորեն կին եղել է միշտ երկրորդ դերը։ Մենք արական մշակույթի կրողներ ենք, որտեղ դոմինանտ դերը պատկանում է տղամարդին։ Ամբողջ դասիրակման արժեքային համակարգը կառուցված է տղամարդու կերպարի վրա։ Իսկ թե իրականում ինչ է ցանկանում կինը հարցին, ամենալավ պատասխանը թերևս կարող է տալ հենց ինքը կինը։ Դերասանուհի Նելի Խերանյանը կնոջ երջանկության մեխանիկան համարում է ինքնաբավությունը, թե ընտանիքում, թե աշխատանքում։ Այս առիթով դերասանուհին շնորհավորում է հայ կանանց մարտի 8-ի տոնեկապակցությամբ, մասնավորապես իրեն։ Ինձ բառը ուզում եմ, որ ամեն հայ կին ինքն իրեն շատ կարևորի եւ առաջին խնդիրներից մեկը, որ ունի ինքն իր կյանքում, ուշադրության կենտրոնում այն ինչ որ ունի առաջիններից մեկը իրեն միշտ դասի, ես կարծում եմ, որ ընտանիքը, ամուսինը, երեխաները, պատուհանների մաքրությունը, ճաշի համեղ կամ չհամեղ լինելը կարելի է մի քիչ այդ առաջին տեղից թեթև մի քիչ բրթել այն կողմ։ Առաջինը դու լինես, գեղեցիկ լինես, ինքդ քո առողջության մասին մտածես, որովհետև այդ առողջությունից է կախված այն, ինչ կոչվում է ընտանիք, երեխաների առողջություն, ընտանիք, որից ստեղծվում է հասարակություն, որը շատ կարևոր է մեր երկրի համար։ Հայ կնոջ տարբերակը իհարկե ավանդական միայն ընտանիքն է։ Դա այդպես եկել է, մեր տատիկները ամենայն դեպս մեզ այդպես էին մեծացնում, որ կարևորը քո տունն է, քո ամուսինն է։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր է բոլորը, բայց շատ կարևոր է նաև կարողանալ ինքնարտահայտման հնարավորություններ գտնել եւ աշխատանքը շատ կարևոր բան է մարդու կյանքում։ Սակայն սխալ կլինի ասել, որ հայ կինը նստել ու սպասել է վախտին։ Դա երևում է նույնիսկ անզեն աչքով։ Որպես օրինակ կարելի է բերել այն, որ եթե մի քանի տասնամյակ առաջ հայ կնոջ առջև աշխատելու մասին հարցադրումը լինում էր կամ լույսի ներքո, ապա այսօր այլ պատկեր ունենք։ Սա փաստում է նաև պատգամավոր Հերմինե Նաղդալյանը։ Ընտանիք կամ կարիերա այսօր արդեն հնչում է այլ ոճով, այլ խմբագրությամբ ընտանիք եւ կարիերա։ Եվ ես համարում եմ, որ դա բավական լուրջ փոփոխություն է մեր ժամանակներում, որովհետեւ այնուամենայնիվ այդ կարծրատիպը բավականին տեղ ուներ։ Կնոջ համար որպես կանոն կարիերայի հաջողությունը հավասար է ընտանիքում пассивության կամ ընտանեկան խնդիրները հետին պլան մղելուն։ Իսկ ինչից սկսվեց այս տոնի պատմությունը։ Մարտի 8-ի տոնը ի հայտ եկավ որպես կանանց իրավունքներին պաշտպանության միջազգային օր։ 1857 թվականին մարտի 8-ին Նյու Յորքում ցույցի էին հավաքվել կարի ու կոշիկի արտադրության գործարանների բանվորուհիները։ Նրանք 16-ի փոխարեն պահանջում էին 10 ժամյա աշխատանքային օր, լուսավոր ու չոր աշխատանքային սենյակներ, տղամարդկանց հետ հավասար աշխատավարձ։ Մինչ այդ Միացյալ Նահանգներում գործում էին մի շարք արհմիություններ, իսկ 1857 թվականի մարտի 8-ից առաջին անգամ դրանցում ներգրավվեցին նաև կանայք։ 1910 թվականին Կոպենհագենում սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին Կլարա Ցետկինը հանդես եկավ մարտի 8-ը որպես միջազգային կանանց օր նշելու մասին առաջարկով, որպես կոչ աշխարհի բոլոր կանանց պայքարելու իրենց իրավահավասարության համար։ 1911 թվականին այդ տոնն առաջին անգամ նշվեց մարտի 19-ին Ավստրիայում, Դանիայում, Գերմանիայում եւ Շվեյցարիայում։ Մարտի 8-ը որպես կանանց միջազգային օր նշվել է Խորհրդային Միության առաջին իսկ տարվանից եւ տարիների ընթացքում այդ օրը կորցրեց իր քաղաքական բնույթը։ Սոնա Կարապետյան, Արմ ռադիո։ Հաղորդման այս հատվածում կարող եք լսել նաև մարզական լուրեր։ Կրկին ողջունում ենք Արմ ռադիոյում կնդիրներին եւ ներկայացնում մարզական լուրերի հերթական թողարկումը։ Ստուդիայում է Հրայր Նազարյանը։ Առաջիկա րոպեներին առավել ուշագրավի մասին։ Ջաբուրյանը մեդալի չձգեց։ Մեսսիի եւ Բարսելոնի ռեկորդափայլ հաղթանակը։ Գլասգո Ռեյնջերսը չի խուսափի սնանկացումից։ Այժմ թողարկումը ամբողջությամբ։ Սերբիայում ընթացող ազատ ոճի իմշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ օրը Հայաստանը մոտ էր եւս մեկ բրոնզե մեդալակիր ունենալուն, սակայն օլիմպիական խաղերի մեր առայժմ միակ մասնակից Միհրան Ջաբուրյանը բավարարվեց 5-րդ տեղով, մեկնարկային գոտեմարտերում հաղթելով ադրբեջանցի Գալի Բալիևին եւ բելարուս Անդրեյ Կոմարին, երևանցի իմբիշը կիսաեզրափակիչում պարտվեց 55 կիլոգրամ քաշային կարգի ապագա չեմպիոն ռուսաստանցի Ջամալ Օտար Սուլտանովին, իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում էլ զիջեց փորձառու բուլղարացի Ռադոսլավ Բելիկովին։ Մրցանակային հավակնությունը չդրսևորեց նաև 60 կիլոգրամ քաշային Արթուր Արաքելյանը, որը 1:16-րդ եզրափակիչում պարտությամբ մատնելով Լեհ Կրիշտոֆ Բիենկովսկուն, այնուհետև պարտվեց ռումինացի Գևորգ Բուչուրին։ Նույն քաշային կարգում առաջին իսկ փուլում ձախողվեց նաև Հունաստանը ներկայացնող Անդրանիկ Հովսեփյանը։
Ազգային հավաքականների դասակարգման FIFA-ի վարկանիշային հերթական սանդղակում Հայաստանի հավաքականը նահանջելով 3 հորիզոնական 601 միավորով գրավում է 44-րդ տեղը։ Հետընթացը պայմանավորված է ստուգողական խաղում Սերբիայի հավաքականից մեր թիմի երկրորդ կազմի կրած պարտությամբ։ Տեղաշարժը արձանագրվել նաև սանդղակի առաջին տասնյակում։ Անփոփոխ է մնացել միայն աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի դիրքը։ Արգենտինացիները բարձրացել են միանգամից 3 աստիճանով, իսկ տասնյակում ընդգրկված են հետևյալ թիմերը՝ Իսպանիա, Հոլանդիա, Գերմանիա, Ուրուգվայ, Բրազիլիա, Անգլիա, Պորտուգալիա, Արգենտինա, Իտալիա, Խորվաթիա։ Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ապագա մրցակիցներից սանդղակում Իտալիային հաջորդում է Դանիայի հավաքականը, որը 1025 միավորով ընթանում է 11-րդ տեղում եւ դուրս է մնացել տասնյակից։ Չեխիայի հավաքականը մնացել է 29-րդ հորիզոնականին։ Բուլղարիան 3 կետով բարելավելով դիրքը զբաղեցնում է 85-րդ տեղը, իսկ Մալթան առաջ գալով 11 աստիճանով ընթանում է 148-րդ հորիզոնականին։ Հետխորհրդային երկրներից Ռուսաստանը գրավում է 12-րդ, Էստոնիան 47, Ուկրաինան 49-րդ, Ուզբեկստանը 67-րդ, Բելարուսը 69-րդ, Վրաստանը 74-րդ, Լատվիան 78-րդ, Լիտվան 91-րդ, Ադրբեջանը 116-րդ, Ղազախստանը 142-րդ, Մոլդովան 143-րդ, Տաջիկստանը 145-րդ, Թուրքմենստանը 166-րդ եւ Ղրղызստանը 192-րդ տեղը։ Թուրքիայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի 5 պատվիրակներից 3-ը խաղատախտակներից հեռացան հաղթողի կարգավիճակով։ Էլինա Դանելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Աննա Հայրապետյանը գերազանցեցին համապատասխանաբար ռուսաստանցի Աննա Կաշլինսկայային, վրացուհի Սոֆիո Գվետաձեին եւ շվեյցարուհի Պամիլ Դեսերին։ Լիլիթ Գալոյանը միավորը կիսեց ռումինուհի Իրինա Բուլմագայի հետ, իսկ Հայաստանի չեմպիոնուհի Մարիա Կուրսովան պարտվեց ռուս Նատալիա Պոգոնինային։ Այս տուրում կեսական միավոր վաստակեցին նաև Ֆրանսիան ներկայացնող Էլմիրա Սկրիպչենկո Աղաբաբյանը եւ ռուսաստանցի Նելի Ալեքսանյանը։ Այդպիսով Մկրտչյանը եւ Դանելյանը 6 հնարավորից վաստակելով 4 միավոր զբաղեցնում են համապատասխանաբար 16-րդ եւ 17-րդ հորիզոնականները։ Կուրսովան, Գալոյանը եւ Հայրապետյանը ունեն 3-ական միավոր եւ ընթանում են 56-րդ, 59-րդ եւ 64-րդ հորիզոնականներին։ Մրցաշարին մասնակցում է 103 շախմատիստուհի, իսկ Աղյուսակը 5.5 միավորով միանձն է գլխավորեց Հունգարիան ներկայացնող Հոանգ Տհան Տրանգը, որից կես միավոր պակաս ունեն ֆրանսուհի Մարի Սեբահը, ռումինուհի Ադելա Քրիստինա Ֆոյսորը, ռուսաստանցի Վալենտինա Գունինան եւ Եվրոպայի գործող չեմպիոնուհի Վիկտորիա Չմիլիտեն Լիտվայից։ Առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստուհիները իրավունք կստանան մասնակցելու աշխարհի գավաթի հաջորդ խաղարկությանը։ Մրցաշարում սահմանված է նաև 14 դրամական մրցանակ, որից չեմպիոնին բաժին կհասնի 20.500 եվրո։ Մրցանակային ընդհանուր հիմնադրամն է 100.000 եվրո։ Մարտի 8-ին առաջնությունում հանգստյան օրեր։ Ֆրանսիայի Կապելլիագրան քաղաքում շարունակվում է 494 մասնակիցների պայքարը ավանդական մրցաշարում, որը անցկացվում է 28-րդ անգամ։ 6-րդ տուրից հետո առաջատարների շարքում նեղվածք է։ Առաջին տեղը հնգական միավորով բաժանում են 8 շախմատիստներ, որոնց թվում է Հայաստանի այս տարվա չեմպիոն Տիգրան Պետրոսյանը։ Հաշվետու տուրում մեր շախմատիստը ոչ ոքի խաղաց հնդիկ Չանդա Սանդիպանի հետ։ Զավեն Անդրեասյանը միավորը կիսելով վրացի Դավիթ Ջոջուայի հետ վաստակեց 4 միավոր, համանման ցուցանիշ ունեն երևանցի Գևորգ Հարությունյանը, Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը եւ բրազիլիահայ Գրիգոր Սևակ Մխիթարյանը։ Ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը վաստակել է 4.5 միավոր։ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Գրիգորյանցը եւ Կարինա Համբարձումյանը իրենց հաշվին ունեն 3.5-ական, ամերիկուհի Տաթև Աբրահամյանը եւ Հայաստանը ներկայացնող Եվգենիա Դոլուխանովան 3 միավոր։ Գրոսմայստեր Արսեն Եղիազարյանը Իրանի Ռաշտ քաղաքում ավարտված շախմատի միջազգային բաց մրցաշարում 11 հնարավորից վաստակելով 7.5 միավոր 103 մասնակիցների հաշվարկով գրավեց 10-րդ տեղը։ Երևանցի մեկ այլ շախմատիստ Լևոն Բաբուջյանի արդյունքն է 6.5 միավոր, 9 միավորով առաջին մրցանակը նվաճեց միջազգային վարպետ Պույա Իդանին Իրանից։ B խմբում Մարիա Գևորգյանը 8 միավորով գրավեց 9-րդ տեղը, իսկ ֆիդեի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով ավելի ցածր է դասում։
Իտալիայի Բարի քաղաքի դատախազությունը պնդում է, որ երկրի 2010-11 թվականների առաջնության 37-րդ տուրի Բարի Լեչե հանդիպումը պայմանավորված բնույթ է կրել։ Առկա տվյալներով հյուրերը 300,000 եվրո են վճարել այդ խաղում իրենց հաղթանակը ապահովելու համար, որը նրանց հնարավորություն է տվել պահպանելու տեղը Ասերիայում։ Իրավապահների տվյալներով նշված գումարը բաշխվել է հանդիպմանը մասնակցած Բարիի ֆուտբոլիստների միջև։ Լեչեի ղեկավարությունը բնականաբար հերքում է մեղադրանքները։ Լիոնել Մեսին եւ Բարսելոնը շարունակում են սրբագրել ֆուտբոլի չեմպիոնների լիգայի ռեկորդները։ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում աննմանը 5 գնդակ ուղարկեց գերմանական Բայերի դարպասը, նպաստելով իր թիմի 7-1 հաշվով հաղթանակին։ Կատալոնացիները երկու խաղի հանրագումարում մրցակցին ջախջախեցին 10-2 հաշվով, իսկ Մեսին սրբագրեց երկամյա վաղեմության իր իսկ արդյունավետության ռեկորդը։ 2010 թվականին նա մեկ խաղում 4 անգամ դառնացրել էր Լոնդոնի Արսենալին։ Հերթական անակնկալը մատուցեց Կիպրոսի Ապոելը, որը պայքարից անելով ֆրանսիական Լիոնին առաջին անգամ անցավ քառորդ եզրափակիչ։ Կիպրացիները սեփական դաշտում 1-0 հաշվով շահելով խաղի հիմնական ժամանակը ավելի հաջողակ էին նաև 11 մետրանոցների հարվածաշարում։ Մրցակցի 3 դիպուկ հարվածին նրանք պատասխանեցին 4-ով։ Վրաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են 2020 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլն ընդունելու համատեղ հայտ ներկայացնելու մասին։ Փորձագետների գնահատմամբ սակայն Անդրկովկասյան Եվրոն իրականություն դառնալու չնչին հնարավորություն ունի, քանզի մրցաշարի անցկացմանը հավակնում են նաեւ Թուրքիան, Բելգիան, Հոլանդիան, իսկ համատեղ հայտով Ռումինիան եւ Բուլղարիան, Չեխիան եւ Սլովակիան, Բոսնիան, Խորվաթիան եւ Սերբիան, ինչպես նաեւ Իռլանդիան, Շոտլանդիան եւ Ուելսը։ Եվրո 2020-ի կազմակերպիչ երկիրը կորոշվի 2 տարի անց։ Շոտլանդական Գլազգո Ռեյնջերսի ղեկավարությունը չի հասցնի սահմանված ժամկետին մարել հարկային մարմիններին ունեցած պարտքը, ինչը ակումբի սեփականատերերին հնարավորություն կտար վերականգնել թիմի նկատմամբ վերահսկողությունը։ Ստեղծված իրավիճակում ակումբի աշխատակիցների եւ ֆուտբոլիստների աշխատավարձը կրճատվել է 75%-ով։ Որոշ հանգամանքների դեպքում Ռեյնջերսը 1980 թվականից հետո առաջին անգամ չի մասնակցի Եվրագավաթներին։ Այսքանով ավարտում ենք թողարկումը։ Մինչ հանդիպում։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Հիշեցնեմ, որ Արմ ռադիոյի ստուդիայում այսօր աշխատեցին Ժիրայր Ոսկանյանն ու Արտակ Մուրադյանը։ Մինչ հանդիպում։